Ինչու է Հայաստանում կալանքը շարունակում լայնորեն կիրառվել որպես կանխարգելիչ միջոց, նույնիսկ այն դեպքերում, երբ այլընտրանքային խափանման միջոցներ հնարավոր է կիրառվել։ Եվ խոսքը միայն քաղաքական դեմքերի մասին չէ, այլ առհասարակ քաղաքացիների մասին։ Եվ ուսումնասիրելով տարբեր դեպքեր, նկատել ենք, որ լինում են դեպքեր, երբ օրինակ երիտասարդ մարդկանց ստանում են կալանքի, հետո մի քանի ամիս անց պարզվում է, որ տվյալ մարդը անմեղ է ու ազատ են արձակում, բայց այդ ամիսների ընթացքում եւ այդ տվյալ անձը եւ իր ընտանիքի անդամները վնասներ են կրում հոգեբանական առումով եւ ոչ միայն։ Ով է պատասխան տալու այս մարդկանց առաջ եւ նրանց հոգեբանական վիճակի եւ առհասարակ նրանց առջեւ ով է պատասխան տալու։ Ես իմ խոսքում նշեցի, որ մենք դրական ցուցանիշ ունենք այս պահին կալանքների մասով եւ կալանքների դեպքերը նվազել են։ Նվազել են, բայց դեպքեր։ Ես պատասխանեմ, եթե կարելի է։ Կալանքների դեպքերը հստակ նվազել են եւ ավելի քիչ են այն դեպքերից, երբ անձինք դատապարտված են։ Ես ձեր բոլոր հարցերին կանդրադառնամ։ Հաջորդ կարևոր ցուցանիշը, որի մասին ցուցանիշը չէ, թվական տվյալը, որի մասին ես չխոսեցի, վերաբերում է տնային կալանքներին եւ վարչական հսկողությանը։ Սրանք եւս խափանման միջոցներ են, բայց այլընտրանքային խափանման միջոցներ են, այլընտրանք են հանդիսանում կալանքին։ Այս պահի դրությամբ, որպեսզի տարանկալում չստեղծենք ձեր բարձրացրած հարցադրման քաղաքացիների մոտ, ես պետք է նշեմ, որ 907 տնային կալանքում գտնվող անձ ունենք, 1143 վարչական հսկողության ներքո գտնվող անձ ունենք։ Եվ չեմ կարող նշել, թե քանի անձ ունենք, որոնց նկատմամբ կիրառված է չհեռանալու, երկրից չբացակայելու արգելք, եւ չեմ կարող նշել թվական տվյալներ, որոնց անձանց նկատմամբ կիրառված է գրավ խափանման միջոցը։ Եվ խոսքը հազարավոր, տասնյակ հազարավոր դեպքերի մասին է։ Այսինքն, եթե հարցադրումը տրվում է այնպես, որ կան այլընտրանքային խափանման միջոցներ, որոնք չեն նշանակում եւ կալանքն է հաճախ կիրառվում, դա բացարձակ չի համապատասխանում այն իրականությանը, որ մենք այսօր ունենք եւ մենք պետք է շատ անկեղծ խոսենք։ Այսօր մենք ունենք ընդհանրապես 1406 կալանավոր, որոնք պահվում են քրեակատարական հիմնարկներում։ Իհարկե այս թիվը կրկին մեծ է, մենք խնդիր ունենք այս թվական տվյալի նվազեցման։ Այսպիսին է պատկերը, այլ խափանման միջոցները տասնյակ հազարներով ավելին են, այդ թվում ավելին է տնային կալանքի եւ վարչական հսկողության հանրագումարը 2000-ից անցնում է։ Սա ձեռնաշղթա ենթադրող խափանման միջոցներ են վարչական հսկողությունը եւ տնային կալանքը, այսինքն կրկին միտված են ազատության սահմանափակմանը եւ պետք է նշեմ, որ վարույթ իրականացնող մարմինները, այդ թվում դատարանը, շատ ավելի հակված են միշտ նշանակել տնային կալանք կամ վարչական հսկողություն խափանման միջոցը, քան կալանք։ Բայց այս խնդիրը կալանքների քանակի դրանց մեծաքանակության մենք արձանագրել ենք, այդ ուղղությամբ աշխատում ենք կրկին չափանիշների մշակման համատեքստում նաև մեր գործընկեր կառույցների հետ։ Վարչապետի հրամանով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որի անձնանիկ նիստը արդեն տեղի է ունեցել։ Այդ միջգերատեսչական հանձնաժողովում ներառված են բոլոր շահագրգիռ մարմինները, իսկ դրա նպատակը ոլորտում խնդիրները վերհանել ու դրանց լուծման ուղղությամբ քայլեր ձեռնարկելն է, եւ այս ֆորմատը շատ կարեւոր է, որովհետեւ միայն քաղաքականություն մշակող անձանցից չի բաղկացած, այլ նաեւ իրավապահ մարմինների ներկայացուցիչներից, դատարանների ներկայացուցիչներից, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից եւ այլն, այսինքն այնպիսի հարթակ է, որտեղ մենք կարող ենք քննարկել մեզ հուզող խնդիրները եւ այս հարցը առաջին հարցերից է, որ քննարկվել է։ Ինչ վերաբերում է ձեր հարցադրման մեջ այն շեշտադրմանը, թե ով է պատասխան տալու, նախ դուք ձեր խոսքում էլի նշեցիք, որ կալանավորվում են, հետո արդարացվում են, ես չեմ բացառում այդպիսի եզակի դեպքերի գոյությունը, բայց դրանք եզակի են։ Մյուս բոլոր դեպքերում կալանավորումները փոխարինվում են խափանման այլ միջոցներով, այսինքն մարդիկ դուրս են գալիս կալանքից, ժողովրդական լեզվով ասած, գնում են տնային կալանք խափանման միջոցը կրելու կամ նրանց նկատմամբ չհեռանալու արգելք խափանման միջոցն է կիրառվում, իսկ ինչ վերաբերում է այն եզակի դեպքերին, երբ անձինք արդարացվում են, ապա նրանց պաշտպանը օրենքն է։ Օրենքը բավարար գործիքակազմ եւ հնարավորություն է տալիս տվյալ անձանց պահանջել
պահանջել վնասների հատուցում այն պետական նախ եւ առաջ պետությունից, հետո պետական մարմիններից, որոնց սխալի հետևանքով անարդարացիորեն հայտնվել է անազատության մեջ։ Այսինքն իրավական գործիքակազմ դրա համար հստակ կա, բայց ես կրկնում եմ, պետք չէ այնպես մատուցել, որ մշտապես նման դեպքերի ենք մենք բախվում, այդ դեպքերը շատ են եւ ոչինչ ես խոսում եմ խիստ բացառիկ եւ այո հնարավոր դեպքերի մասին, երբ անձինք կարող են արդարացվել։ Դա այդպիսին է process-ը, այո դատարանը վերջնարդյունքում կարող է գտնել, որ անձի առարկում օրինակ հանցակազմը բացակայում է, որովհետեւ առանձնացվում է ներքին համոզմունք եւ օրենքով։ 168 ժամ